Ընտրությունը մեզ նորից ինչպես 21 թվականին առաջարկում են վատի եւ ավելի վատի միջև։ Գալիս ենք այն կետին, որ ինչ որ առումով միգուցե ոչ ուղղակիորեն, բայց համարում եք, որ Փաշինյանի իշխանությունը ռուսական գծի մեջ է։ Փաշինյանը իր գծի մեջ է։ Նրա գերխնդիրն է պահպանել իշխանությունը եւ նա դա չէր էլ թաքցնում։ Այդ կոլաբորացիոնիզմը, որի մեջ ներքաշում է մեր երկիրը, Փաշինյանը դա աղետ է եւ դա շատ ծանր հետևանքներ կունենա մեր երկրի համար։ Բարեկամներ, ողջույնները, սկսում ենք Status Quo-ն, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանը, իմ այսօրվա զրուցակիցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է, պարոն Խզմալյան, ողջունում ձեզ։ Այսօր ի տարբերություն նախորդ մեծ զրույցների մի փոքր խոսենք ներքաղաքականից, քանի որ ընտրությունների արդեն մենք այսպես ամենաթեժ փուլն ենք մտել, հետո անցում կանենք արտաքին քաղաքական դրսևորումներ, որոնք երևի շահկապված, ոչ թե երևի վստահաբար շահկապված են։ Դուք չեք մասնակցելու ընտրությանը որպես կուսակցություն եւ սա այն լուրն է, որը շատերի մոտ զարման կառաջացրեց, որովհետեւ մտածում եմ, որ դուք կլինեք ամեն դեպքում որպես արևմտամետ ուժ, որպես եվրոպական արժեքներ դավանող ուժ, փորձեցիք բոլորին դեմեմի հետ, բայց չստացվեց։ Ինչ պատահեց կամ արդյոք դա ճիշտ հենց սկզբից ճիշտ որոշում էր իրենց հետ գնալու եւ իրենց հետ լինելու, քան այլ ուժերի հետ։ Փորձեմ կարճ պատասխանել։ Հայաստանի Եվրոպական կուսակցության վարչությունը որոշում ընդունեց չմասնակցել ընտրությունների հիմնականում այս երկու պատճառով։ Առաջինը այն, որ մենք ի սկզբանե դեռևս 2024 թվականին նախաձեռնեցինք Եվրոդաշինք գաղափարը եւ մեզ համար գերխնդիր էր, որ կատարվի ընդդիմափոխություն, որպեսզի ոչ այնքան իշխանափոխության մեջ է մեր համոզմամբ մեծագույն խնդիրը հիմա, այլ ընդդիմությունը փոխելու, որովհետև որն է լինելու ընդդիմությունը, այդտեղ էլ գնալու է Հայաստանի քաղաքական վեկտորը, ուղղվածությունը։ Եվ մեզ համար խիստ կարևոր էր, որ երկու պրոռուսական, այսպես կոչված ընդդիմության փոխարեն երկրի ազգային ժողովում լինի ժողովրդավարական ընդդիմությունը։ Մենք կարող ենք հաղթել, մենք վստահ ենք, հիմա էլ ենք վստահ, բայց այդ նպատակով ընդդիմությունը պետք է պահպաներ այդ դաշինքը, Եվրաքվեի Եվրոդաշինքը, որը կրկնում եմ մենք նախաձեռնեցինք դեռևս 24 թվականի գարնանը։ Ստորագրվում էին համապատասխան հուշագրեր, պայմանավորվածություններ, մեր աչքի առաջ այն փլուզվեց։ Ես մինչև վերջին պահը առաջարկում էի ցանկացած պայմաններով եւ այստեղ ով է առաջինը, երկրորդը բոլորովին էական չէր։ Մեզ համար գերխնդիր էր պահպանել դաշինքը։ Մենք կարող ենք հաղթել դաշինքով։ Հաղթել նշանակում է բավական լուրջ ներկայացություն ունենալ ազգային ժողովում եւ թելադրել քաղաքական օրակարգ այնպես, ինչպես մեզ 24-25 թվականին հաջողվեց բերել մեր ծրագրային նպատակը Եվրամիության անդամակցությանը դարձնել այն օրենք։ Ինչպես հայտնի է, օրենքը չի գործում եւ դա ինքնըստինքյան ապօրինի է։ Վերջին պահին մենք տեսանք, որ ժողովրդին զրկում են ընտրություններից ընդհանրապես, ընտրությունից եւ ընտրությունը մեզ նորից ինչպես 21 թվականին առաջարկում են վատի եւ ավելի վատի միջև։ Եվ մենք գիտակցեցինք այս պահին, որ մենք դեմ ենք եւ մեկ ուժին իշխանական դրա մեզ համար անընդունելի զիջումներով, հայտարարություններով, Արցախի հարցով, եկեղեցու հարցով, ցեղասպանության գերխնդրի վերաբերյալ եւ հատկապես սահմանադրական փոփոխություններով։ Մյուս կողմից մեզ համար ի սկզբանե եւ սկզբունքորեն անընդունելի է նաեւ պրոռուսական ընդդիմությունը, այդպես որ մենք բոլորի դեմ ենք։ Ուստի երբ որ բոլորի դեմ կուսակցությունից եկան մեզ մոտ պատվիրակությունով եւ առաջարկեցին համագործակցել, մենք համարեցինք, որ դա տվյալ պահին համապատասխանում, բայց հետագայում պարզվեց, որ տղաների մոտ ուրիշ նպատակներ կան եւ մեզ համար դա անընդունելի դարձավ, հատկապես այն, որ իրենք պատրաստվում են հաջողության դեպքում, այսինքն խորհրդարան մտնելու դեպքում վայր դնել մանդատները եւ բոյկոտել քաղաքական։ Դե ամենասկզբում դա իրանք միշտ հայտարարում են, դուք չգիտեք դա մասին։ Բան այն է, որ մեր հետ բանակցություններում մենք առաջարկում ենք միասին դա քննարկել եւ դա ընդունվում էր։ Դա այսինքն մարտավարություն էր, որը մենք առաջարկում ենք փոխել եւ առաջարկում ենք
պայքարը սկսել հենց այդ պահին։ Բայց հետո մենք տեսանք, որ մեր ձայնը չի անցնի, որովհետև համատեղության եւ համամասնության սկզբունքը, ինչը բնական պետք է որ լինի ցանկացած քաղաքական համագործակցության, նույնպես խախտվեց եւ մեզ առաջարկեցին կուսակցության համար տեղեր հատկացնել 45-րդ տեղից սկսած ցուցակում, այսինքն դուրս հրավիրեցին մեզ։ Ես ճիշտ ասած այդ պահին չէի ուզում հավատալ, որ դա նախատեսված էր այդպես, բայց մենք հասկացանք, որ սա ինչ-որ խաղ է, որին մենք չենք ցանկանում մասնակցել, որովհետև նախնական առաջարկները բոլորովին այլ են։ Մենք ունենք այդ համամասնական ներկայացության համաձայնությունը եւ մեզ համար դա ընդունելի էր։ Գոնե պայքարենք միասին, այլ ոչ թե փաստորեն դուրս գանք դեռ չմտած։ Այդպես որ մեզ համար այդ ամբողջ գործընթացը ես նկատի ունեմ հիմա ողջ նախընտրական գործընթացը անընդունելի է, որովհետև սա նման է պայմանավորված խաղին, մենք ձեզ հետ այդ մասին խոսել ենք։ Իսկ ոմանք են մտածում են, որ նման կուսակցությունները կոնկրետ կամ ձերը կամ բոլորին դեմը կամ մնացած ավելի շատ նպաստում են Փաշինյանի վերարտադրությանը, քանի որ ձայների փոշիացման այդ մեխանիզմը։ Քանի որ մենք չենք մասնակցում, մեզ այդ մեղադրանքը։ Բայց ուզում եք չմասնակցել, ընդհանրապես ձեզ դնեն երրորդ տեղը կամ երկրորդ տեղը։ Կշարունակեք փաստացի իրենց հետ ես կրկնում եմ, մեզ համար գերխնդիր էր չգնալ միայնակ, գնալ որևէ դաշինքով, որովհետև դաշինքը ժողովրդի համար դա այն ուժն է, որը կարող է հավակնել տեղերի։ Այսպես առանձին ոչ ոք չի հավաքի, անգամ այդ 4%-ը, որը անցումային շեմ է մեզ մոտ, եւ դա խաղի կանոններ են, որը օլիգարխներն են սահմանել եւ պահպանում են այդ օլիգարխիկ համակարգը, մենք չենք էլ ուզում մտնել, եթե չլինի դաշինք։ Այս դաշինքով էլ հեշտ չի հաղթել, այնպես չի որ այդ տոկոսները հարմար են միասին, այսինքն հարմար չէ, էլի ֆինանսի խնդիր կա, էլի տեսանելիության խնդիր կա, էլի տարբեր ծրագրային խնդիրներ կան։ Կարծում եք ձեզ ճանաչում են անգամ որ ենթադրենք 4 կամ 7% ձայն։ Ես վստահ եմ, որովհետև մենք 60,000 ստորագրություն որպես դաշինք հավաքեցինք մեկ ամսում եւ անգամ Փաշինյանն էր հայտարարել պաշտոնապես, որ վստահ է մենք 300,000 էլ կհավաքենք։ Ես չեմ կարծում, որ այստեղ ճանաչելիության խնդիր էր։ Այստեղ հենց խնդիրն էր այն, որ մարդիկ ուզում են տեսնել դեմոկրատական, եվրոպական ուժերը միավորված։ Առանձին մենք դուք ճիշտ եք փոխիացնելու ենք այդ բանը եւ հենց այդ նպատակով էլ կառավարության մեծ ջանքերով կամ փոքր ջանքերով չգիտեմ, բայց մեզ համար ակնհայտ էր, որ մեր դեպքում մեզ պարզապես մեկուսացրեցին եւ զրկեցին տեղեկատվական բոլոր հնարավորություններից գրել։ Այսինքն Տիգրան Խզմալյան որպես անհատ, որպես քաղաքական գործիչ եւ Տիգրան Խզմալյանով առաջատանում Եվրամիությանը անդամակցելու այդ օրենքի գաղափարը երևի այդ մի փոքր տարբեր է, որովհետեւ այն գաղափարը եւ շատ մարդիկ են կողմնակից, այդ թվում եւ ես, բայց ենթադրենք Տիգրան Խզմալյանին տեսնել խորհրդարանում շատերը կարող նույնիսկ ձեզ չճանաչեն այդ հարցով։ Ես չեմ հասկանում այդ դրամաբանությունը, ես չեմ տեսնում տարբերություն։ Գիտեք ինչ եմ ասում, ես տեսա, որ այս վերջին օրերից ձեր վրա բավականին լուրջ, այսպես ասած, հարձակումներ կան։ Որ կողմից։ Կառավարության իշխանական հենց նաև ձեր գործընկերների նախկին ներկա նրանք փաստորեն այդ առումով եւ շատերը դեռ չեն պաշտպանում, այսինքն այն մարդիկ չկան, որ ասեն, գիտեք, ենթադրենք չէ, պարոն Խզմալյանին համարում ռուսամետ կամ չգիտեմ ինչ, չէ՞ որ այդ մարդը այս բանը արել։ Նրանք ասում են, հա դե ինքը ես ուղղակի փորձեցի նայել այդ մեկնաբանությունները։ Ինչ հայտարարում են ռուսական agent։ Հա, ով է հայտարարում, մարդիկ ում մենք էինք բերել եվրոպական դաշտ։ Ես գիտեք ինչով եմ դա բացատրում։ Մենք բնականաբար հասկացանք, որ մեր ռադիկալ մոտեցումը համարվում է ծայրահեղ եւ ես այդ պահին առաջարկեցի շատ լավ, եթե դուք համարում եք, որ մենք ենք խանգարում դաշինքին, մենք դուրս կգանք, միավորվեք, բայց իրենք իրար մեջ չմիավորվեցինք եւ դա լավագույն ապացույցն է դրա, որ խնդիրը մեր մեջ չէ, իմ հանձի մեջ չէ, մեր բարձր նշաձողի մեջ չէ։ Նրանք ուղղակի ըստ երևույթին որոշեցին չմիավորվել, որովհետև դրանով իրենք կխանգարեն Փաշինյանին։ Իսկ մենք չունենք նպատակ չխանգարել Փաշինյանին։ Մեզ թվում է, որ այդ կոլաբորացիոնիզմը, որի մեջ ներքաշում է մեր երկիրը Փաշինյանը, դա աղետ է եւ դա շատ ծանր հետևանքներ կունենա մեր երկրի համար։ Բարեբախտաբար Եվրամիությունը վերջին շաբաթներին
հարցակվողական գրեթե ամենայն դեպս նախաձեռնողական դիրք է գրավել եւ փաստորեն իրականացնում է այն լատինական ասացվածքը, որ ես պատերազմից հետո հաճախ էի կրկնում. խելացին ճակատագիրը տանում է, անխելքին քարշ է տալիս։ Դա հենց Հայաստանի մասին է։ Ճիշտ հասկացա, ձեր միտքը արևմտամետ ընդդիմադիրները չմիավորվեցին, որպեսզի օգնեն Փաշինյանին վերընտրվել։ Փաստորեն այդպես է, որովհետև մեր մասնավոր խոսակցություններում այն թեզերը, որը մենք ենք առաջարկում եւ որը ընդհանրապես ամիսներ առաջ մենք կիսում էինք բոլորս, հիմա դարձան խոչընդոտ, հիմա դարձան անընդունելի իրենց համար։ Մինչդեռ ընդհանրապես ամիսներ առաջ դա մեր ընդհանուր հարթակն էր։ Ես իհարկե օգտվելով այս հարթակից ուզում եմ իրենց էլ հրավիրել, որովհետև կուզեի, որ իրենք լինեն այստեղ եւ այդ ի վերջո թոթափեին նաեւ իրենց վրայից այդ սև ու սպիտակի ամեն ինչը վերածելու հարց եւ իսկապես լիներ երկխոսություն։ Գիտեք ինչու չեն գալիս այստեղ, որովհետեւ համարում են, որ մենք ռուսական ենթադրենք, բայց շատ տարօրինակ է այս ամեն ինչը, շատ տարօրինակ է։ Բայց մեզ էլ են հիմա եվրոպական կուսակցությունը հայտարարում են ռուսական։ Դա շատ տարօրինակ բան է։ Զավեշտալի է, ծիծաղելի է, բայց պիտակներ կպցնելը դա հենց թուլության եւ կեղծավորության փորձ է։ Իրանք համարում են, որ իրանք ամեն շատ ճիշտ գիտեն, փաստեր ունեն, հիմնավորումներ ունեն, իհարկե դա ծիծաղելի է, առնվազն զավեշտալի է, բայց այդ մարդիկ լինելով դրա համար շատերը ասում են, որ այդ մարդիկ ավելի շատ վնասում են եվրոպական ուղղությանը, քան օգնում են, որովհետև եվրոպական ուղղությունը միայն խոսքերը չեն, նաև վարքագիծն է, պահվածքն է, արժե համակարգն է, թե ինչ ես դավանում, ինչպես ես դու, այո, ենթադրենք այս մարդիկ սովոր չեն անգամ մտնելու պոլեմիկայի մեջ, անգամ եթե դիմացին, նույնիսկ եթե դու ենթադրենք չես ընդունում ինչ հարցերով, բայց ինչ որ է։ Պարոն Խզմալյան, ասես մի բան, դուք նաև ըստ էության գալիս ենք այն կետին, որ ինչ որ առումով միգուցե ոչ ուղղակիորեն, բայց համարում եք, որ Փաշինյանի իշխանությունը ռուսական գծի մեջ է։ Համենայնպես նա չի կատարում օրենքը Եվրամիության հետ ընդունված, Եվրամիության ճանապարհով գնալու։ Նրանք այստեղ եվրոպական ղեկավարների մոտ չարեցին հայտարարություն տեխնացության հարցով, որևէ քայլ չարեցին, բայց կա նաև դրա հակառակ բանը, որ ասում են ես պետք է մեկնաբանեմ ձեր ասածը, որովհետև ես միտքս ավարտեմ, դուք ուզեք, որովհետև այստեղ ես տեսնում եմ հակասություն, ոմանք համարում են Փաշինյանին լրիվ ռուսական գծի մեջ մնացող, ոմանք էլ հավարում են լրիվ հակառուց, որ ինքը ամեն ինչ անում է, Վասիլ Զելենսկին եկավ, Տիխանովսկայան եկավ, սա կոնկրետ ազդակներ են Ռուսաստանի դեմ ուղված եւ այսպես ասած բզում են Ռուսաստանի միտումնավոր, որպեսզի այստեղ պատերազմ լինի եւ այլն եւ այլն։ Երկու իսկապես ծայրահեղ երկու բաներ են։ Ես կուզեի իմանալ, թե դուք որն եք տեսնում ավելի մոտ իրականությանը։ Ցանկացած մաթեմատիկոս կամ պարզապես կենսական փորձ, կենցաղային կյանքի փորձ ունեցող մարդը նման դեպքում կասի ճշմարտությունը երկու ծայրահեղությունների միջև է, մեջտեղում է։ Եվ որն է ճշմարտությունը, այն որ ասել, որ Փաշինյանը ռուսական գծի մեջ է, դա չափազանցություն կլիներ, ինչպես նաև հակառակն է չափազանցություն։ Փաշինյանը իր գծի մեջ է, նրա գերխնդիրն է պահպանել իշխանությունը, եւ նա դա չէր էլ թաքցնում։ Ես զարմանում եմ, որ սա բացահայտություն է թվում, չէ՞ որ եղել են շատ անկեղծ եւ ուղիղ եթերում խորհրդարանական լսումներ, որտեղ նրա կուսակցության ԿՊ-ի կարկառուն ներկայացուցիչները բացատրում են իրենց դիրքորոշումը, հենց Փաշինյանի դիրքորոշումը։ Մենք չենք փոխում վեկտոր, մենք ընդհանրապես փնտրում ենք ավելի հարուստ շուկա, մեզ հետաքրքրում է միայն եւ այլն եւ այլն։ Այն, ինչ իրենք համարում են ազգային շահեր, իրականում կուսակցական նեղ անձնական շահեր են, որովհետև խոսել ազգային շահերից հետո 20 թվականից եւ 23 թվականից հետո մեղմ ասած լկտիություն է եւ լուրջ չէ նման փաստարկներ ընդհանրապես քննարկելը։ Այդպես որ նրանք ես պատահական չէ որ այդ լատինական հին ասացվածքն է վերել, որովհետև նրանք ենթարկվեցին հիմա գերակա ուժին։ Այո, տեսնելով որ Ռուսաստանը փաստորեն ընդունել է վերջնագիրը, իսկ եկեք այդ մասին մի փոքր խոսենք։ Եվրամիության այստեղ վեաժողովը դա Ֆրանսիայի եւ մասնավորապես Մակրոնի նախաձեռնությունն է։ Ոմանք այդ քաղաքական համայնքը այդպես էլ անվանում են Մակրոնի ակումբ, ինչպես օրինակ
խաղաղության խորհուրդը անվանում են Թրամպի Թրամպի ակումբ, այո։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երբ որ Մերկելից հետո Գերմանիան մտավ քաղաքական ճգնաժամի մեջ եւ Շոլցի քաղաքական անկարողությունը շատերի համար ակնհայտ էր, մինչև մերցի գալը Ֆրանսիան իր վրա վերցրեց քաղաքական ռազմական առաջնորդի Եվրամիության դերը եւ Մակրոնը օգտագործում է այդ իր վերջին հնարավորությունները, որովհետեւ 1 տարուց նա արդեն իշխանությանը չի կարողանա հավակնել, նա չի լինելու, չէ՞, ենթադրաբար ավելի աչական ուժեր են գալու երկրորդ ժամկետ։ Այո, ամենայն հավանականությամբ մենք զրկեցինք մեր իշխանություններին, այսինքն այդ հավերժ վերընտրվելու մեխանիզմը հիմա դեռ գործում է մեզ։ Այո, մեզ մոտ ոչ, բայց իրենց մոտ դա գործում է եւ ըստ երևույթին կգա Բարդելան ամենադեպս աչ ուժերը կգան եւ այնպես ինչպես Հայաստանը կորցրեց դեմոկրատական կուսակցության Միացյալ Նահանգներում այն հնարավորությունները, որոնք կային եւ շատ մեծ հնարավորությունները եւ փաստորեն Միացյալ Նահանգների ուղղության վրա Հայաստանը մեծ խնդիրներ ունի, որպեսզի դա չկրկնվի, Մակրոնը վերցրեց նախաձեռնությունը իր վրա եւ ես պնդում եմ, որ գլխավոր արդյունքը դա չի բարձրաձայնվել վեաժողովի Երևանյան, այն է, որ Եվրոպան եկավ մի կոնսենսուսի եւ այդ կոնսենսուսի արդյունքը մենք տեսանք արդեն հաջորդ իսկ օրը, ավելի ճիշտ հաջորդ շաբաթ Պուտինին ներկայացվեց վերջնագիր դուրս գալ Ուկրաինայից եւ դուրս գալ Հայաստանից։ Ես առաջին անգամ եթերում դա ասում եմ եւ կարող եմ բացատրել դա։ Դրա ապացույցն է այն, որ ընդամենը 2 օր առաջ կամ 1 օր առաջ Պուտինը հարցազրույցի ասուլիսի ժամանակ առաջարկեց Հայաստանին, ինչպես նա ասեց, փափուկ ինտելիգենտ, դա իր խոսքն է, ապահարզան, դա բառացիորեն այդ խոսքերն են։ Ինչու հանկարծ նա հիշեց դա։ Եթե հիշենք, որ դրանից մի քանի վայրկյան առաջ նա խոսում էր Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու եւ անգամ առաջարկեց բանակցող Եվրամիության կողմից Շրյոդերը, որին Կայա Կալասը այսօր մերժեց եւ ասաց, որ մենք նման կոլաբորացիոնիստներին չենք ընդունելու որպես բանակցող մեր կողմից։ Ոստի մենք տեսնում ենք, որ այո, երկու հարցով Եվրամիությունը վերջնագիր է ներկայացրել եւ երկու հարցերն էլ աշխարհակաղակական են։ Ինչու Հայաստանը ընտրվեց Ուկրաինայից հետո երկրորդը, որովհետեւ Եվրամիությունը եկել է եզրակացության, որ Հայաստանից դուրս բերելով ռուսական ազդեցությունը, ուժերը, զորքերը եւ չնայած որ դա շատ բարդ կլինի Հայաստանի դիրքորոշման պատճառով, նրանք կարողանալու են վերահսկել ողջ տարածաշրջանը, Վրաստանը նախ եւ առաջ, եւ իրենք պատրաստվում են ես վստահ եմ եւ կարդում եմ նման վերլուծություններ Իրանի ազատագրման։ Շատ ամբիցիոզ է, մենք Եվրամիությունը այսօր նույնիսկ խնդիրը Հայաստանը չի կամ Պուտինը, Հայաստանը չի, ճիշտ։ Եվրամիությունը ինքն իրենով միշտ էլ եղել է ավելի շատ որպես փափուկ ուժ։ Այլևս ոչ։ Դե իրենք միգուցե ցանկանում են, բայց դրա համար շատ լուրջ կոնսենսուսներ են պետք, շատ լուրջ այնտեղ վերահախմբավորումներ են պետք։ Դա արդեն տեղի է ունենում, մենք աչականություն կա այնտեղ լուրջ խնդիրներ կա Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրներ։ Բայց այնտեղ կան նաև մեծագույն հզորություններ, որոնք արդեն ներուժի ուղղակի ինձ ավելի շատ հակառակ բան է տեղ ունենում, պարոն Խազմալյան, հակառակ, ոչ այսպես ասած արևմտյան ուժերը, մասնապես Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան փորձելու են արևմուտքի անվանեցիք նրանց արևմտյան ուժը, ոչ արևմտյան, ոչ արևմտյան, ոչ արևմտյան, այդ non-western, այո, այդ պետությունները ընդհակառակ կոնսոլիդացիա է գնում եւ Չինաստանի նաեւ այսպես ասած խավորությամբ դուրս մղելու տարածաշրջան, ոչ թե հակառակը թողնելու իրենք մնան այստեղ եւ այդտեղ էլ Փաշինյանի ռեգիոնալիզացիայի գաղափարն է, որ ամեն ինչ պետք է այս տարածաշրջանում մնա, մենք եւ մեր խնդիրները, այսինքն մենք մեզանով պիտի լուծենք, այդ թվում նաեւ Ռուսաստան, այսինքն միանգամայն ճիշտ եք, բայց ես հենց դա էլ ասում եմ, որ Եվրոպան որոշեց միգուցե վերջին մարտը տալ, ճակատամարտը Հայաստանի համար, իրականում դա ճակատամարտ է տարածաշրջանի համար։ Եվ իրենք այստեղ իհարկե ոչ թե չափազանցնում են կամ գերագնահատում են Փաշինյանի դերը։ Իրենք ես գիտեմ դա հստակ, պատրանքներ չունեն եւ այնինչ ասվում է Վրաստանի մասին շատ կոշտ ձևակերպումներով, դա ակնարկ է նաեւ Հայաստանին, բայց դա նաեւ ակնարկ է առ այն, որ Հայաստանը ունի իր վերջին շանսը։ Ահա ինչու, եթե կարդանք դիվանագիտորեն ձևակերպումները, դիվանագիտորեն արված ձևակերպումները, ինչ է ասել Մարտակոսը ժամեր առաջ, այնտեղ անընդհատ խոսում է հայ ժողովրդի մասին։
Հայաստանի ժողովրդի մասին, ոչ թե Հայաստանի իշխանության, Հայաստանի ընդհանրապես։ Ինչու է դա այդպես, որովհետև իրենք մոտավորապես 1.5-2 տարի է, որ անընդհատ տարանջատում են Վրաստանի իշխանությունները եւ Վրաստանի ժողովրդին։ Իրենք անընդհատ հակադրում են դրան։ Ընտրություններից առաջ իհարկե իրենք չեն կարող որևէ կողմ վերցնել բացի բաց, դա ապօրինի է, բայց անում են եւ հենց այդ պայմանները արդեն հաճելի չի։ Առաջ մենք այդքան չենք ազդել, դա այդքան հաճելի չի։ Ես ասում եմ, որ իրենք որոշել են մտնել ուղիղ ճակատամարտի մեջ, բայց անգամ այս պայմաններում իրենք բայց ինչի մեր հաշվին ճակատամարտի։ Ես ավարտեմ երկու խոսք էլ ասեմ։ Իրենք հենց այդ պատճառով անընդհատ խոսում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի մասին, թեև նման բաներ լսվել են։ Հիմնականում պաշտոնական բոլոր ձևակերպումները գնում են հայ ժողովրդի ազատ ընտրության մասին։ Այդ դա շատ կարևոր է։ Ինչու մեր հաշվին պետք է անընդհատ իրանք ինքնահաստատվեն, դա վերաբերում է եւ Ռուսաստանին եւ Եվրամիությանը։ Ես կարծում եմ, որ իրենք ճիշտ են ամենակարևորում։ Դա ոչ թե մեր հաշվին է։ Մեր հաշվին եղավ Արցախի կորուստը, մեր հաշվին եղավ այն, որ չմիանալով արևմուտքին, ինչպես այլ երկրները, մենք կորցրեցինք ժամանակը, մենք կորցրեցինք մի սերունդ, մենք կորցրեցինք տարածքի մեկ երրորդ։ Ինչպես որ նայեք, արևմուտքը Ռուսաստանը հաճախ կիսակատակ ասում են դա մեծ բենզալցական է։ Այդպես խոսք կա ժամանակին։ Կա։ Որը գլոբալ առումով նշանակում որ էական չէ, այնտեղ ով կա, ինչ չկա, այնտեղ էական չի արժեքներ եւ այլն, մեզ համար անհրաժեշտ է այդ տարածքը որպես ռեսուրսակիր մի տեղ, որտեղից մենք վերցնելու ենք։ Ռուսաստանի համար Հայաստանը մոտավորապես նույնն է, հա, ոդկը դնելու տեղ, որպեսզի այստեղ իր բազաները, իր ազդեցությունը պրոյեկտի կարողանա տարածաշրջանում իր տեղը ապահովել։ Հիմա նույն բանը Եվրամիությունը կարծեք անում է Վրաստանի հետ, կարծեք անում է Հայաստանի հետ, այսինքն խնդիրը կոպիտ ասած մեր սիրուն աչքերը չեն։ Եվ այստեղ Եվրամիությանը ընկալել որպես իրենք ուզում են մեզ տանել դեպի Եվրոպա եւ խնդիրը վերջին այդպես մարտն է եւ մենք պետք է այդ ընտրությունը ժողովուրդը պիտի կատարի, մի փոքր կարծում մանիպուլատիվ է, ոչ թե դուք եք մանիպուլացում, այլ եթե Եվրամիությունը իսկապես տենց է մտածում, ապա դա մանիպուլյացիա է։ Եթե թույլ տաք ես կպատասխանեմ, ես չեմ ուզում վիրավորել ձեզ, հանկարծ այս համեմատությունը չընդունեք որպես վիրավորանք, բայց այնինչ դուք հենց հիմա ասեցիք, անչափ նման էր ինձ ցնցած մի հայտարարության, որը օրեր ժամեր առաջ արեց Ալեն Սիմոնյանը, խոսելով ազատություն, կարծեմ, ռադիոկայանի լրագրող Էգերտի հետ, կամ ազատություն էր կամ լավական ու ինձ համատում եք Ալենի հետ, թե որ միտքն է։ Միտքը հետևյալն էր։ Հայաստանը ասաց նա, երբ որ հարց եղավ, իսկ երբ եք դուք դուրս բերում 102-րդ ռազմաբազա, նա հարցրեց, իսկ ինչու եք դուք մեզ այդ հարցը տալիս։ Այո։ Եվ տարօրինակ այդ պատասխանից հետո հետևեց հետևյալը. Հայաստանը երբեք չի լինի ոչ Ռուսաստանի, ոչ Ֆրանսիայի սապոգի տակ։ Դա շատ նման է նրան, ինչ դուք ասացիք ակամա, որովհետև ասել, որ մենք Ռուսաստանի սապոգի տակ չենք լինի, բավական ծիծաղել է, որովհետև մենք ոչ միայն Ռուսաստանի սապոգի տակ ենք, մենք այնտեղ ներդիր ենք մինչև հիմա, ստելկա ենք, պարտիանկա ենք, կներեք, որովհետև եւ տնտեսությունը, եւ անվտանգությունը, եւ գաղափարախոսությունը, այս ամենը իշխում է դեռևս, դա ռուսական է, ցավոք սրտի։ Զելենսկին է գալիս այստեղ հայտարարություն անում Տիխանովսկյանը, Զելենսկին եկավ միմիայն ու Տիխանովսկյան եկավ միմիայն Մակրոնի պնդմամբ։ Նա օրեր առաջ եկել էր Բաքու եւ այսինքն եթե Փաշինյանին պետք չլներ համարել, ինքը հասկանար, որ դա կարող է դիտվել որպես հակառուսականություն, չէր անի, եթե Մակրոնը դա մեծագույն Մակրոնի մեծագույն քաղաքական սխրանքն է։ Ճիշտ այնպես, ինչպես եթե հիշում եք, նա բերեց Նոտրդամի մեջ, կանգնեցրեց Փաշինյանին Թրամփի կողքը եւ լուսանկարվեց, դա նման խզման, ուզում հասկանամ դրա սխրանքը որն է, էլի։ Այսինքն խնդիրն ինչ է, իրենք ուզում են Ռուսաստանի հետ պատերազմել։ Ոչ, իրենք ուզում են որ Հայաստանը մնա պետություն, այլ ոչ թե դառնա գուբերնիա եւ վիլայեթի։ Հայաստանը պետություն դառնալու համար ոչ թե պետք է ընտրություն անի այդ ձեր ասած գուբերնիական վիլայեթ դառնալու կամ ֆրանսիական Պրովանս դառնալու մեջ, այլ ինքը դառնա որպես կայացած պետություն։ Այն ինչ ասեց Ալեն Սիմոնյանը, որ մենք ունենք վտանգ Ֆրանսիայի Պրովանս լինել։ Իհարկե բան ունենք, ասել եք։ Իհարկե չէ, այդպես որ Սիմոնյանը ասածը ինձ ցնցեց նույնքան, որքան այն որ դուք ասեցիք, մենք Ֆրանսիայի կամ Եվրոպայի գաղութ չենք լինի։ Ես ցած բան ասեմ, որ մենք գաղութ չենք լինի։ Դուք գաղութ բառը չասեցիք, դուք ես միշտ շատ ասիկ մենք կամ Ռուսաստանը կամ Եվրոպայի ինչը չպիտի լինենք։ Արդեն միտքս մոռացա ինչ ասում, բայց ամբողջ բանը նա էր, որ ես փորձում եմ հասկանալ, թե մենք ինչու պետք է այդ ընտրությունը կատարենք ի վնաս ինչու, որովհետև մեզ համար, փոքր պետությունների համար, քանի դեռ Հայաստանը այդ
կարողությունները չի կուտակել, ինքը ցավոք չի ուզում կուտակել։ Այո։ Իր ցանկացած ընտրությունը շատ ֆունդամենտալ ընտրություն է, ոչ թե բալանսավորված ընտրություն է։ Հիմա այս կարող է հնչում մի քիչ ԿՊ-ական որպես։ Այո, ես հենց այդ եմ ասում։ Շատ ԿՊ-ական եք իմացում ու դժվար է։ Չէ, ես ուղղակի ուզում հասկանալ այդ ավելի այդ նեղ արահետը ո՞րն է մեր գնալու։ Ասեմ ձեզ։ Ես դա եմ ուզում ավելի շատ հասկանալ։ Ես ասում եմ իմ կարծիքը, Եվրոպական կուսակցության վարչության որոշումը, որը փաստաթուղթ է մեզ համար եւ ծրագիր է։ Հայաստանը կարող է պահպանվել այս երկրի երեսին որպես պետություն եւ ազգ անկախ։ Միմիայն Եվրամիության անդամ, որպես Եվրամիության անդամ։ Ուրիշ որևէ ձևաչափով ռուսական սպառնալիքներ ո՞նց ենք մենք մեղմացնում, զսպում։ Եվ ադրբեջանական ամենակարևորը։ Անմիջապես բոլոր սպառնալիքները եւ տնտեսական եւ ռազմական հասցեագրվում են։ Ես սկսեմ տնտեսականից, որովհետեւ մեր ժողովուրդը հաճախ այնքան արագ անցավ։ Ժամանակ չունենք։ Ցավոք 1 րոպե։ Լավ, այդ դեպքում չեմ կավարտեք, չէ։ Ես կարող եմ ընդհանրեն օրինակ բերել, վերցնենք Մոլդովան, որի եւ տնտեսական եւ ռազմական բոլոր կարիքները Եվրամիությունը հիմա հասցեագրում է։ Աշխարհագրությունը նայեք։ Մեր աշխարհագրությունը այնպիսի կարևոր դեր ունի, որ դարեր, հազարամյակներ շարունակ կայսրությունները կռվում էին այս դրա համար բան չի մնացել էլի։ Բայց մենք պահպանվել ենք եւ Եվրոպան ուզում է պահպանել իրեն, որովհետեւ Եվրոպային համար Հայաստանը դա քաղաքական օրրան է։ Ֆանտաստիկ է, բայց խնդիրը հենց է սպառնալիքները, նույնից եմ ասում։ Թուրքիայից, Ադրբեջանից։ Եթե դուք ինձ 2-3 րոպե տայք, ես կասեի, բայց 20 մենք ահագին շատ, մենք այսօր շատ ֆանտաստիկ։ Եկեք ուրեմն չսկսենք խոսակցությունը, որը շատ լավ։ Ուրեմն թողնենք հաջորդին։ Թողնենք մեկ անգամ, բայց ես վստահեցնում եմ, որ մենք բոլոր այս սպառնալիքները կհասցեագրենք որպես Եվրամիության գոնը տեխնացու անդամ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն ձեզ բարեկամներ, որ հետևեցիք մեր քննարկմանը, հաջողություն ձեզ։